Սիրտս վկայում է ինձ անիծելու են, բայց պետք է ասեմ։ Չէ, ես հասկանում եմ, որ դա ձեր տնօրինությունն է խնդրում, որ դուք այդպես ես պահեք։ Դրա համար էս վիդեոս ուղղված է նման խանութների տնօրինությանը, ոչ թե աշխատակիցներին։ Մեր խանութ տոպրակով չեք կարող մտնել։ Տեխնիկայի խանութ, որտեղ վաճառում են սրնարան, ստացույց, բազմոց, սեղան, Օյներողություն, ուղղակի մոռացել եմ, որ անցած շաբաթ ձեր խանութից այս փուջուր տոպրակով բազմոց են գողացել, վրան էլ երկու աշխատակից, Վեներայի դիրքով պարկած։ Okay, լավ, պահարանը որտեղ է, ասեք, գնումներս պահարանի մեջ դնեմ։ Մենք պահարան չունենք։ Ձեր գնումները կարող եք հենց այստեղ դրան մոտ թողնել, այսինքն այն, որ իրենց խանութից կարող են իր գողանալ, դա նորմալ չի։ Բայց այն, որ հենց իմ արած գնումները կարող են իրենց մոտից գողանալ, այդ ոչինչ, ինչ ես հիստերիկացել, հիմա ինչա գնում ա, կգնաս նորից կառնես։ Ամ առհասարակ, ես ոնց կարամ ձեր խանութից ինչ-որ բան գողանամ, եթե ձեր աշխատակիցները այս սենց կողքովս քայլում են։ Սա իդեպ աշխատակցի դեպքն է։ Մտենք գնա, հա։ Եթե ինչ Պուտին ձյաձա, ախրան այդ կարաս ուղարկես Հայաստան մաստեր կլասի, որովհետև իրանք ինքդ ես տեսնում, որ սխալ են աշխատում։ Ամեն անգամ խանութ մտնել դուրս գալուց սկսում եմ անկեղծ հավատալ սեր առաջին հայացքից արտահայտությանը, որովհետև ուրիշ կերպ այս ամենը ես ուղղակի չեմ կարող բացատրել։ Ամ լավ, բացատրեք ինձ խնդրում եմ, ինչ է նշանակում մի նկարեք մեր ապրանքը։ Ապրանքը գիտեք ինչ է 7 մետրանոց մեծ քար։ Այստեղ լռում եմ նրա մասին, որ դուք բնության կողմից ստեղծված քարը վերցրել եք, սարքել եք բիզնես, վաճառում եք, բայց ինչ է նշանակում չնկարեք մեր քարը։ Ես նկարում եմ այդ քարը, որ բերեմ տուն ու հասկանամ մեր տան ինտերիերի որ հատվածի հետ կսազի այդ քարը։ Ձեզ, ես ինչի պետք է նկարեմ քարը։ Ինչ, վախենում եք, որ պետք է ձեր գործին խփեմ ու գնամ քարի բիզնես սկսեմ։ Չէ։ Ինստագրամում գցելու, որ ձեր քարի շնորհիվ լայքեր հավաքեմ։ Չէ։ Ձեր գերեզմանը Չէ, դա էլ չէ։ Չնայած կարելի էր։ Մի խոսքով, այս վիդեոն կարող էր լինել հենց ձեր քարի խանութի գովազդը, բայց դուք չեք սիրում, երբ ձեր քարերը նկարում են։